Նավեր շուտ ես բանկի տարածքը։ Հանչուր քաղաքացի պետք է համարեր իր պարտքը գալ կանգնելու ու պահանջելու իր խաղաղությունը հենց այն պետության դեսպանատնից, որը հրահրում է այսօր պատերազմը։ Ինչու է հրահրում Ըստիս ցարական Ռուսաստանը կամաց կորցնում է իր տարածքները, այսինքն իրական ազգերի ինքնորոշումը տեղի ունենում հիմա, իսկ մինչ այս Ուկրաինան դե յուրե կարող է եղել առանձին պետություն, բայց դե ֆակտո ինքը առանձին պետություն չէր, որովհետև նույնիսկ Հայաստանում Ռուսաստանի դրոշը չէին կանգնեցնի քաղաքապետարանի առաջ եւ Ռուսաստանի դրոշներով չէին դուրս գա պայքարի։ Հետևաբար Ուկրաինան եղել է դե ֆակտո ռուսական բան, իսկ հիմա պարզապես ինքը ինքնորոշման իրավունք ունի ու փորձում է ինքնորոշվել։ Իսկ ինչպես ցանկացած ցարական ֆաշիզմի ներկայացուցիչ Պուտինն ինքը փորձում է պահել իր ցարական ամբողջ այդ իմպերիայի տարածքները իհարկե։ Գիտեք, ոչ adekvat մարդկանցից ամեն ինչ է սպասում։ Ռազմավարական դաշնակից ես չէի համարի, որովհետև ես, եթե պաշտպանության համար փողոցում բարիկադներ շարեմ, չի նշանակի, որ փողոցն իմ ռազմավարական դաշնակիցն է, Ռուսաստանը իր պաշտպանության հարցերն է լուծում մեր միջոցով։ Ինքը բարիկադներ է շարում պարզապես իր համար, պաշտպանվելու արտաքին աշխարհից։ Ռեժիմային պահպանող օբյեկտների ցանկում չկա, ուրեմն մտածեք Պուտինի համար։ Առաջացեք ոտքով շատ կոպիտ ձայվերով քաղաքացին ենք հրեց, մեքենայի վրա։ արդեն ոստիկանություն չի։ Լսեք, ինչ ես առաջ գալիս ես ասում։ Ինչ ես հարում։ Մենք արդեն բացկանացել։ Մի րոպե, մի վայրկյան, մի վայրկյան։ Մի հատ մի բրթեք։ Մի բրթեք տղեկ։ Մի արեք։ Ո՞նց եք անելու, ոչ եք Ասողա բրտում կարող ես մի բրթեք։ Մի արեք սա։ Հարգերից դուք ուղղակի մի արեք դա։ Լսեք, ձեր ղեկավարը ով է։ Ինքնես կոմարին։ Ո՞վ տարան, մարդ։ Էդին տարաման արա։ Մի րոպե։ Բայց ինչ եք տանում։ Չի խաչին դատեք։ Ո՞վ կարող է դերից տանես ու իմ հարազատին տանես։ Ամեն